18 թվին մերժիր Սերժին կարգախոսով եկանք, այսօր փաստացի հանրապետականն է էլի, այսպես ասած, տիրում երկիրը, հա, հանրապետականներն են կառավարում երկիրը, ինչի մասին է խոսքը։ Էլ ինչի արեցինք որ տեղափոխությունը։ Այսինքն ԿՊ-ն է հանրապետական։ Այո, ԿՊ-ի տեխնազունել է հանրապետական։ Ինչի դուք չգիտեք դրա մասին, որ ինքը դիմում ունի կամ 21 թվականին պարոն Սարիկ Մինասյանը եղել է Լուսավոր Հայաստանի կողմից պատգամավորի տեխնազու եւ իր արտահայտությունն եմ ասում, ես չի համացանցում էլ կա, որ եթե մենք այս իշխանություններին թույլ տանք լինեն իշխանություններ, ապա հաջորդ օրվանից կարող է եղբայրասպանություն ստեղծվի Հայաստանի Հանրապետությունում, դա ես չեմ ասել, ինքն է ասել։ Եվ համացանցում հայտնվեց նաեւ իր դիմումը, ամեն դեպքում փաստերով ներկայացրեցին։ Ժողովրդի մոտը եղավ հիասթափություն, ժողովրդի մոտը եղավ անտարբեր եւ վերջում այդ ամեն ինչը վերածվեց ատելության։ Այ եկեք սրա մասին խոսենք։ Այսօր բոլոր տեղերը խոսում են, ասում են ԿՊ-ի վարկանիշը իջել է 1980 պլինդուսից ներքև, բայց պատճառներ գոյություն ունեն, որովհետեւ այդ 7 տարիների ընթացքում չարվեց այն, ինչ պետք է արվեր։ Ազգային ժողովի բարձր ամբիոնից եւ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ պատգամավորները հարց են տալիս Լևոն Քոչարյանին։ Ձեր հայրը եկել է ծակ վերնաշապիկով, ծակ կոշիկով, չգիտեմ, կներեք, լրագրողի հարց է, թե ժողովրդին կարող եք այդ հարցը տալ, բա մուրճը, մանգաղը, այդ գործիքները, որ տվեցինք, ինչի համար տվեցինք։ Դուք կարող եք ինձ գետ մի հոգու ցույց տվեք այդ 7 տարիների ընթացքում, որ Թալանով որպես դատապարտվել է։ Ամոթ չէ մեր ազգին, որ 37 տարվա մեջ մի հատ Գյումրի քաղաք չկարողացանք վերականգնել։ Հայաստանի Հանրապետության մասշտաբով 8000 զոհվածների ընտանիքներու հաշմանդամերն անվճար իմ հաշվին ուղարկել եմ Սևծով հանգստանալու 15 տարիների ընթացքում։ Դուք դրա մասին գիտեիք։ Այսօր տեխնազուները կամ ընտրությունից ընտրություն, ասենք, այսպես ցնկի պես գլուխները բարձրացնում են, ասեն, եկել են քաղաքը փրկելու, եկել են Գյումրին փրկելու, եկել են երկիրը փրկելու։ Ումից փրկելու։ Այն որ եկան Գյումրի 200-300 մեքենաներով շարասյունով, մի հատ էլ ասին գյումրեցիները բոմբեր են։ Վազգեն Մանուկյանի արտահայտությունը։ Մի հոգի կար, որ ելավ Վազգեն Մանուկյանի դեմ, այս տեխնազուներից ասեր բոմբը դու ես ու քո ընտանիքն է։ Բացի Արտյոմ Թումանյանից ու ժողովրդից, այս քասիբ ժողովրդից ով իմ հետևից այդ հազարավոր ժողովուրդը երթով Գյումրիից եկանք Երևան։ Հիմա ինչ է ձեր կյանքում փոխվել, բազմաթիվ այդքան մերժումների, պատգամավորի, քաղաքապետի, հիմա ինչու որոշեցիք, որ պետք է գնաք։ Որովհետև Գյումրի քաղաքի գլխին սև ամպեր է կուտակվել։ Ես ուզում եմ, որ բոլոր գյումրեցիները սրա մասին իմանան։ Մեծ արհավիրք եմ բերելու Գյումրու գլխին, ես դա լավ գիտեմ, ու ես միակ այլընտրանքային տեխնազուն եմ ժողովրդի կողմից առաջադրված, ով չի պատկաներում ոչ նախկիններին, ոչ ներկաներին, ոչ մի կուսակցությունների հետ կապ չունենք, ասեցի 80% հանրապետական են։ Այս ընտրությունը լինելու է գյումրեցու որոշումով։ Եթե այս անգամ գյումրեցին սխալվեց, այս կամ այն կուսակցություններին տվեց ձայնը, այդ արհավիրքը տեղի կունենա Գյումրի քաղաքում։ Ես դա 100% վստահ եմ։